ավելի հուսանելի։ Շատ հաճելի է լսել մեր հաղորդման մասին պսի խոսքեր, եւ այսպիսի հարց, չեք պատրաստվում անձամբ մասնակցել մեր խաղմրցույթին։ Գիտեք ինչ, հետաքրքիր է ձեր խաղը, բայց ցավոք նա նախատեսված է ուսանողության համար, երիտասարդների համար։ Ինձ թվում է սա շատ լուրջ խաղ է եւ կարելի է նմանատիպ խաղեր կազմակերպել ավելի հասուն մասնագետների համար։ Դուք ձեզ համարում եք հասուն մասնագետ։ Ես ինձ համարում եմ արդեն մասնագետ, որը իր ուժերի ծաղկման շրջանում է։ Օրինակ, ուրեմն ձեզանից էլ սկսենք գնալ։ Ես խոստանում եմ մասնակցել, հավաքել մի լավ թիմ, խանդավառ բժիշկների թիմ եւ մասնակցել ձեր հաղորդումներին։ Դե ինչ, շնորհավորում եմ ձեր առաջին հաջողությունը եւ ցանկանում նոր հաջողություններ գործարար մարդիկ ծրագրում։ Երկրորդ մրցանակակիրը Գրիգոր Ստեփանյան, բժիշկ ինտերն։ Գրիգորը բազմիցս մասնակցել է մեր խաղին, նվաճել հեռուստադիտողի, հատկապես աղջիկների համակրանքը, իսկ մեկ անգամ արժանացել գլխավոր մրցանակի։ Գրիգոր, չեք պատրաստվում կրկին մասնակցել մեր խաղին, իհարկե ոչ որպես նամակակիր։ Ճիշտ ասած պատրաստվում էի, բայց որոշ օբյեկտիվ պատճառներով պլաններս փոխվեց, երևի արդեն պետք է փոխվեն անընդհատ մասնակիցները, որպեսզի ավելի հետաքրքիր դառնա խաղը։ Եվ փոխվում են։ Իհարկե։ Իսկ հարցին դուք չպատասխանեցիք։ Պատրաստվում եք թե չեք պատրաստվում։ Ոչ, ճիշտն ասած չեմ պատրաստվում։ Իսկ ինչ կցանկանայր այսօրվա խաղի մասնակիցներին։ Ավելի շատ ծրամտություն երևի, սուր գաղափարներ, սուր մտքեր։ Դե ինչ, շնորհավորում ձեր հաջողությունը եւ մաղթում նորանոր հաջողություն։ Լսում ենք ժյուրիին։ Բարեգործություն այսօրվա եւ վաղվա համար մրցույթի արդյունքները։ Խնդրեմ։ Ժյուրին խորհրդակցեց եւ եկավ հետեւյալ եզրակացությանը։ Երևանի պետհամալսարանից Հրաչ Քեշիշյանին 13 միավոր։ Չոբանյան Աննան վաստակեց 9 միավոր։ Գյուղատնտեսական ինստիտուտից Մհեր Մուրադյանի պատասխանը գնահատվեց 13 միավոր։ Արամ Արիստակեսյանը վաստակեց 9 միավոր։ Ժողտնտեսական ինստիտուտից Նարինե Խաչատրյանինը 11 միավոր։ Անդրանիկի պատասխանը 8 միավոր։ Նոյեմբերյանի շրջանի պատասխանները հետևյալ կերպ։ Ոսկան Սարգսյանի պատասխանը 11 միավոր։ Սպարտակ Ղազինյանի պատասխանը 10 միավոր։ Յուրաքանչյուր թիմից մեկը առավել բարձր միավոր վաստակած մասնագիծը շարունակում է պայքարը գլխավոր մրցանակի համար։ Լավագույններին խնդրում եմ տեղեր գրավել բազգատորների վրա եւ նախապատրաստվել գալիք պայքարին։ Խնդրեմ։ Մյուս 4-ը խոսքը ցածր միավորներ հավաքածների մասին է։ Խաղից դուրս են մնում, բայց խնդրում եմ մեկ անգամ էլ մոտենաք խոսափողերին։ Դուք արժանանում եք հուշանվերի կամ խորախուսական մրցանակի, անվանեք ինչպես կուզեք, կարևորը փաստն է։ Վիճակախաղ պարզվողների համար։ Բախտի փորձարկու, խնդրեմ ծրարները։ Բացեք։ Չկա չարինք առանց բարիքի։ Դուք շահում եք առաջին մրցանակը եւ ելի մի ընտրություն հնարավորություն։ Իսկապես որ չկա չարինք առանց բարիքի։ Առաջին մրցանակը։ Եվ ելի մի ընտրության հնարավորություն։ Շահում չկա, կներեք։ Կներեք։ Հաջորդը։ Քսանհինգ ռուբլի, ասացեք եւ ստացեք եւ ասացեք շնորհակալություն։ Ասում եք շնորհակալություն։ Ուրեմն 25 ռուբլին։ Շնորհակալություն։ Խնդրեմ Զարա։ Ձեր բախտը բերեց 50 ռուբլի պարտվելու համար, գուցե ժպտայիք։ Ժպտում եք։ Այո։ Իրոք բախտը բերեց 50 ռուբլի պարտվելու համար։
Զարան տեղում է, խնդրեմ, ընտրեք ծրարներից մեկը։ Քսանհինգ ռուբլի կամ երկրորդ տուփը, շտապ եք լսեք դեր ներքին ձայնին։ Որոշեք։ 25 ռուբլի։ Լսեցիք ներքին ձայնին։ Երևի։ Ցույց տվեք ինչ կա երկրորդ տուփում։ Եվ խնդրեմ 25 ռուբլին։ Այսքանը կիսաեզրափակիչի 4 մասնակիցները որոշված են, հուշանվերները հանձնված։ Ընդմիջում 2 րոպե։ Հաջողությունների գլխավոր պայմանը, գործարարություն։ Բաժնետիրականը 1 տարեկան է։ Մեջբերում նախորդ թողարկումից։ Պրոմեթեյս բաժնետիրական ընկերությունը մի տարվա ընթացքում հանձնել է Ստեփանավան քաղաքում 33000 քառակուսի մետր բնակելի տարածություն, կառուցել է ավելին քան 200 կիլոմետր ջրատար Կիրովական քաղաքի համար, Սպիտակ քաղաքի համար, Ստեփանավան քաղաքի համար, Ալավերդի քաղաքի համար, կառուցում ենք գազատարը, սկսել ենք կառուցել գազատարը Մեղրի կաֆան։ Շարունակում ենք ծանոթությունը։ Բաժնետիրական ընկերություն Պրոմեթեյս։ Հանդիպում երկրորդ։ Խոշոր պանելային իրերի կոմբինատ։ Կոմբինատը ստեղծվել է հուլիսի 1-ից, աշխատում է հուլիսի 1-ից ավելի ճիշտ իր։ Ինչպես է ստեղծվել։ Շին ինդուստրիայի վարչության բազայի վրա ստեղծվել է կոմբինատը, պանելային տնաշինական կոմբինատը, որը համատեղ իրականացնում են աշխատանքները ռումինացիները եւ մեր Հայաստանի Պրոմեթեյս անդերնավգաշին ակցիոներական ընկերությունը։ Ռումին մասնագետներն են իրականացնում մոնտաժման աշխատանքները։ Ռումինական են մեքենասարքավորումները նաև հումքը մինչև հունվարի համար։ Իսկ գալիք տարուց կոմբինատը կաշխատի սեփական հումքի բազայի վրա։ Ինչ եք արտադրում։ Արտադրում ենք տներ, 4-5 հարկանի տներ, ամբողջ կոմպլեկտը, ամբողջ լրիվ։ Ինչպիսին են հնարավորությունները, կոմբինատի եւ հզորությունները։ 40000 քառակուսի մետր տարեկան բնակ տարածություն։ Տարին շուրջ 6 ամիս կոմբինատը կաշխատի առանց շոկի օգտագործման։ Լուրջ օգնություն հանրապետության էներգետիկներին։ Պանելների որակը թույլատրում է հետագա աշխատանքը շարունակել առանց թաց պրոցեսների, առանց հարդարման։ Կոմբինատում սարքավորվում է փայտամշակման արտադրամաս, որը կապահովի արտադրանքն անհրաժեշտ փայտյա մասերով։ Որտեղ է օգտագործվում արտադրանքը։ Արտադրանքը այսօր ուղարկվում է միայն Ստեփանավան եւ հույս կա, որ Երևանում, Ջրվեժում եւ Աբովյանում, Վարդաշենում կլինի նույնպիսի նույնատիպ թաղամասեր կլինեն այստեղ։ Այդ այս տարի թե հետագայում ավելի ուշ։ Այս տարի արդեն սկսել ենք 10 շենքի շինարարություն, 10 շենքի շինարարություն սկսել ենք Ջրվեժ թաղամասում։ Բաժնետիրական ընկերություն Պրոմեթեյս։ Ծանոթությունը շարունակվում է։ Հաջորդ հանդիպումը գալիք հաղորդաժամին։ Ընդմիջումն ավարտվեց, սկսում ենք ծրագրի կիսաեզրափակիչը։ 4 հարց, 4 պատասխան։ 4 լավագույնները պատասխանում են մասնակիցների հարցերին։ Յուրաքանչյուր թիմից 1 հարց։ Առաջին վիճակահանությունը։ Ում հարցին է պատասխանում համալսարանի ներկայացուցիչը։ Խնդրեմ Հրաչ, խոսափողի մոտ։ Նոյեմբերյան Կարեն Ամիրաղյան։ Խնդրեմ Կարեն, խոսափողի մոտ ներկայացրեք հարցը։ Մյունխենի թանգարաններից մեկում գտնվում է մի ցուցանմուշ, որը վկայում է հայկական ձեռնարկատիրության բազմադարյան պատմության մասին։ Որն է այդ ցուցանմուշը։ Պատասխանը պատրաստելու համար 30 վայրկյան։ Երեսուն վայրկյան սպառվեց, լսում եք պատասխանը։
Ամենայն հավանականությամբ Խաչքարը։ Ոչ։ Ձեր տարբերակը։ Այդ ցուցանմուշը հայ վաճառականներին պատկանող մի առևտրական նավ է, որով հայ ձեռնարկատերերը առևտուր են կատարել հայկական լեռնաշխարհի լավագույն ապրանքները դուրս են բերել Եփրատի, Տիգրիսի գետերով առևտուր կատարել Հնդկաստանի եւ արևելքյան երկրների հետ։ Հարցազրույց գործարար մարդու հետ։ Մեր հարցերին պատասխանում է Սոս Քոչարյանը։ Սիփան ֆիրմայի փոխպրեզիդենտ։ Ինչ դեր է խաղում գործարարությունը ֆիրմայի աշխատանքին։ Կարելի ասել, որ գործարարությունը, որը կարծես թե նոր է մտնում մեր կյանքի մեջ, որտեղ բավականին անելիքներ ունենք եւ սովորելու շատ բան կա, ամենայն դեպս առաջին հնարավորությունները կայանում են նրանում, որոնք ստեղծում են ուղղակի կապեր տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների, ինչպես Խորհրդային Միության, այնպես էլ արտասահմանյան երկրների հետ։ Ինչ կմաղթեիք հանրապետության գործարար մարդկանց։ Հանրապետության գործարար մարդկանց կմաղթեի ավելի գործնական քայլեր, դժվարություններից չխուսափելու, մի կողմ չքաշվելու ցանկություն, վերջին հաշվով Հայաստանի Հանրապետության բախտը եւ մեր ժողովրդի սպասելիքները կարդարանան գործարար մարդկանց իսկական հայրենասիրական, հայասիրական գործունեությունից։ Այսքանը որպես ծանոթություն փոխպրեզիդենտի հետ։ Իսկ ֆիրմային եւ նրա աշխատանքներին կծանոթանանք հաջորդ ընդմիջմանը։ Հաջորդը գյուղինստիտուտ։ Վիճակահանություն։ Տեսնենք, թե ում հարցին է պատասխանում։ Ով է ձեր մրցակիցը։ Երևանի պետական համալսարանից Արսեն Թարոյան։ Խնդրեմ Արսեն, ներկայացրեք հարցը։ Որ թագավորի օրոք Բյուզանդիայի հետ կնքվեց պայմանագիր, որից հետո Հայաստանը ճանաչվեց պաշտոնապես իբրև միջազգային առևտրի կենտրոն։ Մտածելու համար 30 վայրկյան։ Երասուն վարյան սպարվես, լսում ենք պատասխանը։ Մի րոպե։ Հավանաբար Տիգրան Մեծ։ Ձեր տարբերակը։ Այդ պայմանագիրը կնքվել է 9-ից 11-րդ դարերում Բագրատունի Սմբատ առաջի թագավորի կողմից։ Շնորհակալություն, մնացածը կասի ժյուրին։ Հարցազրույց գործարար մարդու հետ։ Մեր հարցերին պատասխանում է Համլետ Կարապետյանը։ Հայձուկ գիտարտադրական միավորման գլխավոր տնօրեն։ Ինչ է գործարարությունը ձեզ համար։ Որպես եւ պատվի խնդիր եւ նպատակ եւ հետո ստուգում ես կարող եմ թե չէ։ Ինչպես կարողացաք պահել գործարարության ճիղը գործարարություն մերժող ժամանակներում։ Մի տարի, 2 տարի անց։ Գիտեք, ես ձեզ ասեմ, երևի նրանից, որ ես էի եւ իմ հույսը, այսինքն պրոտեկցիա չկար, այլ հանգամանքներ չկային, ամեն ինչ պետք է անեի ես։ Որն է ամենակարևորը գործարար մարդու համար։ Մաքրություն, նպատակի դնում եւ մինչեւ նպատակի դնելը խորհել, թե ինչ ճանապարհներով ինչպես պետք է հասնի իր նպատակին։ Ինչ կցանկանայիք, ինչ կմաղթեիք հանրապետության գործարար մարդկանց։ Որ բոլորի աշխատանքի սկզբունքը լիներ օգուտ տալու մեջ, պետք գալու այն ժողովրդին, որի զավակները իրենք հանդիսանում են։ Ծանոթությունը շարունակվում է։ Աշխատանքի արդյունք եւ անելիքներ։ Կներկայացնենք փոքր ինչ հետո։ Խնդրեմ վիճակահանություն։ Երկուսից մեկը։ Աբրահամ Ղուկասյան, գյուղինստիտուտ։ Աբրահամ, ներկայացրեք հարցը։